Այս գրությամբ ու փակ դռներով սրահներ կարելի է հանդիպել Երևանի գրեթե բոլոր փողոցներում, մեկը մյուսի հետևից տարբեր ձեռնարկություններ դադարեցնում են իրենց աշխատանքը, փոքր բիզնեսի ներկայացուցիչները դիմում են այս քայլին, քանի որ չեն կարողանում մրցակցել ավելի խոշորների հետ։ Մեծ եւ փոքր ձեռնարկությունների միջև պայքարը ավելի նկատելի է դարձել վերջին 1 տարում, արդյունքում նույն ժամանակահատվածում արդեն մի քանի հազար փոքր ու միջին ձեռնարկություն է փակվել։ Նախ կան անավասար մրցակցություն, երկրորդը կան անավասարաչափ ստուգումներ, երրորդը որ չունեն ֆինանսներ, որ կարողանան զարգանալ, չորրորդը մոդեռն չեն, հինգերորդը իրենք են նաև տգետ, չեն թաքցնում, իրենք ունեն գիտելիքների խնդիր, օրենքներ իմանալու, իրավունքները պաշտպանելու, ստուգումների դիմակայելու։ Փակվող ընկերությունների մոտ 53% առևտրի ոլորտից են, սա Գագիկ Մակարյանը պատահական չի համարում։ Կա լուրջ մոնոպոլիզացիա սուպերմարկետների պատճառով, բազմաթիվ շուկաներ փակվեցին, որոնցից յուրաքանչյուրը մի քանի հազար մարդ առևտրով էր զբաղվում, փողոցների առևտուրը փակելով, կրպակներին ու փոքր բիզնեսին ստուգելու կամ ուսումնասիրության անվանտակ ավելորդ առանցնելու պատճառով։ Գործատուների հանրապետական միության հարցումները փոքր եւ միջին ձեռնարկությունների շրջանում ցույց են տվել, որ այս միտումը դեռ կշարունակվի։ Ընկերությունների միայն 6%-ն է նշել, թե իրենց վիճակը լավ է, 12.5%-ը նշել է բավարար, իսկ գերազանց պատասխան չի եղել։ Դուք պատկերացրեք, որ 19%-ը հանենք, ուրեմն փաստորեն 81%-ը ՓՄԶ-ների համարում է իր վիճակը անբավարար է։ Իսկ դա նշանակում է բավականին բարձր ռիսկայնություն իրենց գործունեության առումով։ Իրենք վաղ թե ուշ փակվելու են, աղքատանալու են, սնանկանալու են, լուծարվելու են, կամ թե չէ ուղղակի ոտի տակ կորելու են։ Չնայած հեռահաղորդակցման ոլորտում ըստ պարոն Մակարյանի առողջ մրցակցություն կա, բայց այն չափազանց թեժ է։ Երեք տարածված տեղեկատվությունը, թե Յուքոմը գնել է Օրանժ Արմենիա ընկերությունը, զարմանալի չէ նրա համար։ Օրանժի դեպքում կարծում եմ, որ պատճառը հիմնականում վատ մենեջմենտն է։ Այս ոլորտում մենաշնորհի հաստատման մտավախություններ միության նախագահը չունի, իսկ մյուս ոլորտներում փոքրերին փոքր-ինչ պաշտպանելու համար տարբերակ է առաջարկում։ Կառավարությունը կենտրոնական բանկի հետ պետք է լուրջ բանակցություններ վարի եւ եթե նույնիսկ կարիքա ճնշումներ գործադրի, որպեսզի կենտրոնական բանկը իր վերաբերմունքը վարկավորման սխեմաների վերաբերյալ բացարձակապես փոխի։ Այս որոշումը կօգնի փոքր եւ միջին ձեռնարկությունների սրահներին այլևս չտեսնել վաճառվում է կամ տրվում է վարձով գրությունը, քանի որ փոքր բիզնեսի ներկայացուցիչների 69%-ը իրենց զարգացման գրավականը համարում են լավ պայմաններով վարկերը։